100-ամյակն առանց ռեժիմի շարժման այսօր Գյումրիում նախատեսված ավտոերթն այնուհետև գյումրեցիների հետ հանդիպումը չկայացավ։ Շարժման մասնակիցները որոշեցին Գյումրի չհասած Ազատան գյուղի մոտից հետ վերադառնալ, քանի որ տեղեկություններ ունեին հնարավոր սադրանքների մասին, հիմնականում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի մոտ, որը ոստիկանական ուժերի հսկողության տակ էր։ Այդ մասին հայտնեց 100-ամյակն առանց ռեժիմի շարժման առաջնորդ ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, նշելով, որ կուլ չեն տա իշխանությունների խայծը եւ թույլ չեն տա, որ սադրանքն իրականացվի ու ամեն ինչ բարդվի հիմնադիր խորհրդարանի վրա։ Միայն այն փաստը, որ ռեժիմը միջև մեր մուտքը Գյումրվա Ռուսաստան հյուպատոսարանը Կոլցոյի մեծ են վերցրել, այսպես ասած, գարմի բերետավորներով, դա բավարար է, որ մենք որպես քաղաքական միավոր մուտք չգործենք, որտեղ նրանց ցանկությունը այն է, որ միշտ եղել է այն, որ հիմնադիր խորհրդարանը այս կամ այն աշխարհակահաղական կենտրոնի ենթակա ինչ-որ ուժ է, արևմտյան ինչ-որ ուժ է, կամ չգիտեմ, որ աշխարհակահաղական կենտրոնին է ծառայում, դրանով ցույց տալով Ռուսաստանին, որ սրանք հակառուսներ են։ Առավել եւս, միայն այս փաստը բավարար է, որ մենք պետք է այսօր հետ կանգնենք։ Ժամը 13:30-ի սահմաններում, երբ նախատեսված էր ավտոերթի մուտքը Գյումրի, ահազանգ ստացվեց, որ մի խումբ երիտասարդներ հավաքվել են քաղաքի մուտքի մոտ, նպատակ ունենալով խոչընդոտել ավտոերթի մասնակիցների մուտքը։ Մի քանի տասնյակ երիտասարդներ նաև ամեն կերպ փորձում էին խոչընդոտել լրագրողների աշխատանքը, սպառնալիքներ, հայոյախառը արտահայտություններ հնչեցնելով։ Հագե, բանջատներ, գահարը կնած է, արկնա, ես մե բաներ, հագե կնա, Հիմնադիր խորհրդարանի անդամները փորձել էին ոստիկանությունից երաշխիքներ ստանալ, որ Գյումրիում ավտոերթի ժամանակ սադրանքներ կամ հարձակումներ չեն լինի, սակայն չստանալով երաշխիքներ որոշեցին ռիսկի չդիմել։ Ազատանում նախախորհրդարանի անդամներին հանդիպեց նաև Շիրակի մարզի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը եւ առաջարկեց ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ անցկացնել երթը նախատեսված երթուղով։ Ձեզ կուղեկցի մեր ճանապարհային ոստիկանության մեքենա։ Քանի մեքենա է պետք ձեզ։ Երկուս, մեկ առաջից, մեկը հետո։ Մեզ անհրաժեշտ է ոստիկանական կարգախումբ, ոչ թե գայի։ Մենք գային դուք որոշեք իհարկե, մենք չենք կարող ձեզ ասել, բայց գային չի կարող անվտանգություն ապահովել։ Նա ընդամենը կարող է ճանապարհ ցույց տալ։ Ես ինքս ձեզ հետ եմ, եթե դուք ձեր ծրագրով ինձ կասեք ձեր ծրագիրը, որ շարժվի փուշկա քաղաքից գնաք, մենք կարող ենք ձեզ ուղեկցել։ Այնուհանդերձ նախախորհրդարանի անդամները հրաժարվեցին, քանի որ անվտանգության հստակ երաշխիքներ չտրվեց։ Ակնհայտ էր, որ ինքը խուսափում էր երաշխիք տալուց, ընդամենը գայի մեքենա են տրամադրում ուղեկցելու համար, ակնհայտ է, որ իրենք պասիվ են լինելու, իսկ գայի մեքենան պետավտոտեսչությունը նման ոչ լիազորություններ ունի, ոչ էլ հնարավորություններ ունի կանխելու տասնյակ մարդկանց հարձակումը մեր վրա։ Ոչ, ակնհայտ է, որ սադրանք շարունակվում է, մենք այդքան հասկանում ենք, որ սադրանքին կուլ չգնանք եւ տակ գլխություն չանենք, ժամանակից շուտ, կրկնում եմ, ուժերը ջլատելու կարիք չկա, դա ընդամենը աջակցություն կլինի ռեժիմին։ Նա էլ հենց ուզում է, որ մեզ սադրի մեզ եւ մենք էլ այդ սադրանքը կուլ տանք ու այդ խայծը կուլ տանք եւ փաստորեն իրեն կարողանան իրենց պլանը իրականացնել։ Կրկնում եմ, այդ հաճույքը մենք նրանց չենք պատճառելու։ Ժիրայր Սեֆիլյանը ասաց, որ իրենք Գյումրի անպայման գալու են։ Գյումրեցի մեր ժողովրդի հետ մենք անպայման գալու ենք շփվենք։ Գուցե եթե այս անգամ մենք որոշել ենք միտինգ չանել, ընդամենը փոքր հանդիպումով ենք բավարարվելու, մենք խոստանում ենք առաջիկա օրերին Գյումրի գալ միտինգի նպատակով եւ ավելի երկար մնալով հասկացնել մեր ժողովրդին, թե մենք ապրիլի 24-ին ինչ ենք ուզում անել, ինչպիսի գործընթաց ենք ուզում սկսել։ Վերջում նշեմ, որ արդեն 2 շաբաթ է, ինչ Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի մոտ ոստիկանական հսկողությունը հանված էր, սակայն այսօր նրանք կրկին իրականացնում էին հսկողություն։